Ընկերներ ողջույն, սահմանը անցնում ենք ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Թագուհի Ղազարյանի հետ շնորհակալություն միանալու համար։ Ողջույն Ժիրայր, շնորհակալ եմ հրավերի համար։ Եվ շնորհավորում եմ ձեր տարեդարձը, մեզ լսողներին, դիտողներին առաջարկում եմ մեկնաբանություններում կիսվել իրենց շնորհավորանքներով։ Շնորհակալություն Ժիրայր։ Ձեր ծննդյան օրով Հայաստան Դաշինքը ձեզ լավ նվեր մատուցեց, վերջապես իմ բացահայտվեց Ռոբերտ Քոչարյանը, չգիտեմ, ասեմ Դաշնակցության, թե Հայաստան Դաշինքի տարբերություն կա։ Կարծում եմ չէ, բայց ոնց հարմար է, այդպես էլ ձևակերպեք։ Լավ, նրանց վարչապետի թեկնածուն է, թե ինչպես էին նաև մեդիաները այն ներկայացնում, գիտեք ինչ նկատեցի, միացած երևի ընդհանուր մի գիծ, որ գուցե չգիտեմ, այդքան էլ ժողովրդավարական երկրներին բնորոշ չի։ Շատ հաճախ նաև ձեր տարատեսակ ձեր իշխանության քաղաքական թիմի եւ Հայաստանի վարչապետի մասն է խոսքը։ Երբ տարատեսակ ելույթներ է ունենում, միշտ առանձին կտորներով տարբեր լրատվականներ անդրադառնում են, թե ովքեր ծափահարեցին վարչապետին, չգիտեմ, հոտնկայս եւ այլն, նույնն էլ Քոչարյանի պարագայում էր առանձին կտորներով, թե ինչպես են օրինակ երիտասարդները նրան ծափահարում ու ես ինչեր անում։ Մի քիչ տենց հյուսիսկորեական, ռուսաստանական, ադրբեջանական հոտա տենց բաներից գալիս, բայց ինչև է։ Ռոբերտ Քոչարյանը ասում է. այն չարը, որը մարմնավորում է այս իշխանությունը, այսինքն դուք պարտվելու եք։ Չեմ հանգստանալու այնքան ժամանակ, մինչև այս իշխանությունը չհեռացվի, բայց դա բավարար չէ։ Պետք է պատասխան տան նրանք, ովքեր մեղավոր են մեր հազարավոր հերոսների մահվան համար, ովքեր հանձնեցին Արցախը, ովքեր ստիպում են մեր ժողովրդին մոռանալ հերոսական անցյալը։ Ազգային շահերը մի լուսանկարի դիմաց վաճառելը հանցավոր եւ նվաստացուցիչ է։ Դուք կարող եք ինձ սիրել կամ չսիրել, համոզված եմ, որ առաջնորդը սիրելու համար չէ, առաջնորդը ձեր կյանքի որակը բարձրացնելու համար է։ Կարևորն այն է, որ ես ու մեր թիմը սիրում ենք այս երկիրը եւ այս ժողովրդին, կարող ենք ապահովել նրա բարօրությունը, միասին մենք կարող ենք։ Եթե լիրիկան մի կողմ թողնենք, հետաքրքիր է Ռոբերտ Քոչարյանի սիրո դրսևորումները, շատ abusive, այսպես ասած, ժամանակակից տերմինով հիշելով այն ամեն ինչ, ինչ տեղի է ունեցել նրա կառավարման Հիմա ժամանակ։ ուրեմն սիրումը, չէ՞։ Լավ շարունակեք հարցը ինչե վերջ։ Եվ այսպես, ձեզ դե գալիս են հեռացնեն, էլի նույն տրամաբանության մեջ, էլի դուք ամեն ինչ կործանեցիք, ես կողմ են կողմ, բայց այդտեղ մի հատ էլ հարց կա կարևոր։ Ձեզ ոչ միայն հեռացնելու են, ինչպես դուք եք իրենց հեռացրել իշխանությունից եւ այդպես ազատ թրև են գալի։ Դուք այդ հնարավորությունը չեք ունենալու, դուք պատասխան եք տալու դրա համար։ Ես մի գրամ չեմ կասկածում, որ Ռոբերտ Քոչարյանի իշխանության ժամանակ ձեր թիմի առանցքային բոլոր դեմքերը հայտնվելու են ճաղավանդակների հետը։ Վերջացրի այդքաններ։ Հա, դե ուզում եմ հասկանամ ինչ sense Շնորհակալություն։ Հա, պատկերացում հիմա անդրադառնամ տպավորություն։ ձեր ասածներին, ինչի հասցրեցի ֆիքսել, Ժիրայր, շնորհակալություն հրավերի եւ շնորհավորանքների համար։ Ինչ խոսք անակնկալ էր, ցնցող անակնկալ էր, անսպասելի, ոչ մեկի, երբ ոչ մեկը չէր գուշակում, թե ինչ կարող էր պատահել, ինչ կարող էին առաջադրել դաշնակները, առաջարկել դաշնակները հայ ժողովրդին եւ ահա կրկին եւ ահա կրկին նույնը։ Այդպես երբեք չէր եղել եւ ահա նորից։ Մի դիտարկում ունեմ այն բանի հետ կապված, որ ասում եք ժողովրդավարական երկրներին բնորոշ չէ, ես կարծում եմ լավ չեք հետևում։ Իրական շատ ժողովրդավարական մշակույթ է, քաղաքական մշակույթ է եւ երևի դրա ամենավառ ապացույցներից մեկը կլինի, հիմա մի օրինակ կբերեմ, շատ արագ կպատկերացնեք ինչի մասին եմ խոսում։ Մի քանի օր առաջ Եվրոպական խորհրդային վարչապետ, որի ելույթ ունեցավ, եվրոպացի պատգամավորները հոտնկայս ծափահարում էին։ Դա բնորոշ է ցույց տալ ժեստերով, որ ելույթի նկատմամբ ինչպիսի վերաբերմունք ունեցան լսողները եւ այդ թվում ծափահարություններ եւ շատ մեծ հիացմունքի դեպքում նաեւ հոտնկայս ծափահարություններ, այսինքն այսպես ասած քաղաքական մյուս գործիչներ կամ հանդիսատեսի դեպքում արձագանքը շատ նորմալ է, բնորոշ է, երբեմն իհարկե որոշ դրսևորումներում դա ծայրահեղությունների է հանգում, այդ որ Քոչարյանը ասում է չեմ հանգստանալու, դա ակնհայտ է, չեմ հանգստանալու մինչև այս իշխանությունները չհեռանան, ակնհայտ է, ես հիշում եմ նախորդ ընտրություններին ընդառաջ Քոչարյան թիմի մարդիկ գրում էին մնաց
100 օր մնաց, 30 օր մնաց, ամեն օր գրում են, որ մնաց այսքան օր, ինձ շատ հետաքրքիր է, ինչի իրանք դրանից հետո չշարունակեցին գրել, անցավ 1 օր, անցավ 10 օր, հիմա կարային գրեին անցավ 5 տարի։ Քոչարյանը ցավոք սրտի չի հանգստանալու եւ նա շարունակելու է անհանգստանալ այն կապակցությամբ, որ նախ ես ուզում եմ արձանագրել, որ ինձ թվում է բոլոր մարդիկ զգացին, որ այստեղ փոշիացող ձայների համագումար էր, որովհետև ակնհայտ է, որ Քոչարյանը այլևս չունի այն աջակցություն, որ ուներ նախորդ ընտրություններին ընթառաջ որպես առաջատար ընդդիմադիր ուժ եւ միգուցե ամենամեծ ինքը միակ անցողիկ ընդդիմադիր ուժն էր, հա, միակ շեմահատած ընդդիմադիր ուժն էր եւ ինքը ակնհայտ է, որ այս ընտրությունների ֆավորիտը չունի, այդ հնարավորությունները չունի, այդքան համակրանք, ինչքան կամ հույս, այդքան իր հետ չեն կապում ընդդիմադիր հակաիշխանական քաղաքացիները, ավելի շատ մեկ այլ տեխնացուի հետ են հույս կապում, որին ի դեպ Քոչարյանը կծմծելու առիթները բաց չթողեց, բայց դա երևի իրենց երկրորդ տեղի համար պայքարի, թեժ պայքարի մենամարտերը թողնենք իրենց։ Սիրել չսիրելու մասին ձեր մեջբերմանը կուզենամ արձագանքել։ Ինձ թվում է ակնհայտ է, որ Ռոբերտ Քոչարյանը եւ նրա թիմակիցները հասկացել են, որ նա չի կարող սիրված լինել։ Ինքը որ ասում է կարևոր չի, որ առաջնորդին սիրեք, կարևորը որ ինքը լավ աշխատի։ Ինքը հասկացել է, որ իրա ու օրինակ Նիկոլ Փաշինյանի տարբերությունը այն է, որ ինքը սիրված չի, Նիկոլ Փաշինյանը սիրված է։ Եվ ինքը չի կարողանում դառնալ սիրված, հետեւաբար ասում է եկեք ընտրեք չսիրվածին, ոչինչ, դա այդքան կարևոր չի։ Այդ տեքստը այդ մասին է, չէ՞ դուք ինքներդ լսել եք եւ ինձ թվում է մի քիչ բանան է վերլուծել դեպքում པարզ է դառնում, որ ինչքան հաճախ են իրանք ասում այդ մասին, ինչքան հաճախ են վերջին շաբաթներին կրկնում են մասին, որ մի սիրեք առաջնորդին, սիրված առաջնորդ մի ընտրեք, պետք չի սիրելով ընտրել առաջնորդին, քաղաքական գործունեություն սիրելու մասին չէ եւ այլ քաղաքական ընտրությունը սիրելու մասին չէ, ինչ վերաբերում է այդ իրանց սիրո դրսևորումներին, իհարկե այդ ռեպլիկա արեցի հնդացես, հա իրանք շատ նման են այն ժողովրդական խոսքին կամ դրա դրսևորումներին, հա այդ հայտնի արտահայտության, որ ծեծումա ուրեմն սիրումա, տենց ինչ որ արտահայտություն կա կենցաղային, որը իհարկե բնորոշ է Քոչարյանին, ես մի բան էի, հա մեկ էլ դուք ասեցիք Քոչարյանի ժամանակ դատվելու եք, Քոչարյանի ժամանակ չի լինելու։ Հանգիստ եղեք մեզ համար, հանգիստ եղեք, Քոչարյանի ժամանակներ չեն լինելու Հայաստանում այլևս երբեք։ Ես ուզում եմ մի բան էլ, քանի որ առիթ հանդիսացել ես մարդու մասին խոսալու իր գործունեության մասին, նախ խորհուրդ եմ տալիս բան անել էլի, ախնայել առողջությունը եւ քիչ լսել, որովհետեւ պետք է ասեմ, որ ես հատուկ այս թողարկումից առաջ միացրի եւ այդ ելույթը լսեցի շատ ոնց կարելի է ժամանակակից բառով տոքսիկ ելույթ էր մանավանդ այդ կրկեսի հղումը որ կամ որոշ բան քաղաքականությունը կրկես չի եւ պետք չի բան անել այդ ես կարծում եմ որ օրինակ Տաշիր գրուպը շատ պետքա նեղանա դրանից որ դուք էլ առաջնորդները ծաղրացու չեն քաղաքականություն կրկես չի որովհետեւ չէ որ իրանք պատրաստում են հետո միավորվել չի կարելի տենց իրար բան անել էլի այդ արդեն այսօրվանից այդպես իրար թիրախավորել իրանք տենց հեռանկարով էին չէ գալիս Ես ուզում եմ մի հատ բանի վրա ուշադրություն դարձնեմ։ Ինքը պատմում էր, որ հա ամենահետաքրքիր տողը ինձ թվում է Քոչարյանի այդ ամբողջ ելույթի մեջ հետեւյալն էր, որ բյուջեն անձնական գրպանը չէ։ Պետության ղեկավարի անձնական գրպանը չէ։ Այստեղ Քոչարյանի հաջորդ Սերժ Սարգսյան կասերի իրոք Այսինքն դու նոր իմացար այդ մասին, միջև դու տեղյակ չէի, ձեզ տան չէին ասել, որ բյուջեն քո գրպանը չի, մեծացար 70 տարեկանից հետո հասկացար այդ մասին։ Շատ լավ է, որ Քոչարյանը դա իմացել է, հիմա պետք է պատմի։ Ոնց է եղել, որ այն ժամանակ չի իմացել։ Ոնց ենք մենք շատ հաճախ մեր արած սխալների մասին ասում ենք, որ միջև 22 թվականի մեր վարած քաղաքականությունը լավ քաղաքականություն չէր, արտաքին քաղաքականությունը մեր ամբողջ Հայաստանի նկատի ունեմ եւ 22 թվականից հետո փոխվել է, լավը չէր, փոխվել է։ Հիմա ինքը պետք է պատմի ոնց հասավ այդ գիտակցությանը, ինչ տեղի ունեցավ այդ, ինչ պայծառացում, իջավ, չգիտեմ, այդ ինչ տեղի ունեցավ այդ մարդու հետ, որ հասավ այդ լուսավոր գաղափարին։ Ես հիշում եմ նաև մի քանի օր առաջ ինքը երկու падգամավորների Աննա Գրիգորյանի եւ Ագնես Խամոյանի հետ զրույցում մի հատ բան էր պատմում, շատ ոգևորված էր պատմում, դրա համար իմ մոտ շատ տպավորվել է։ Պատմում էր, որ մի գերմանացի պաշտոնյա, հիմա չեմ հիշի պաշտոնը իհարկե,
գերմանացու պատմություն էր պատմում։ Մի գերմանացի պաշտոնյայի ընտանիքի անդամին կասկածել են ապօրինի հարստանալու մեջ, հարցրել են որտեղից քեզ այդ գումարը, ու ինքը այդ հարցից այնքան է կաշկանդվել, որ հրաժարական է տվել եւ այլևս երբեք քաղաքական որևէ գործունեությամբ, հանրային որևէ գործունեությամբ չի զբաղվել, անհայտացել է Գերմանիայի քաղաքական դաշտից։ Այն դեպքում, երբ որ դատարանով հետո ապացուցվել է, որ արդարացի մեղադրանք չի եղել դա։ Հիմա մենք ինչպես ասում են, մեռանք Քոչարյանին հարցնել, ո՞նց է քո տղեն 22 տարեկան դոլարային միլիոնատեր դարձել։ Ու ինքը չի կորում քաղաքական դաշտի։ Չգիտեմ, գերմանացի պաշտոնյաների օրինակը ինքը ում համար է բերում, էլի, ասենք, ում մասին է այդ օրինակները։ Ես կարծում եմ, որ մնացած բաների մասին թող խոսի, ոչինչ, էլի տանելի է, չնայած բոլորը ապրել են իր ժամանակներում, գիտեն ինչպիսին է եղել, էլի, իր վերաբերմունքը երկրի եւ մարդկանց նկատմամբ, բայց գոնե այդ բանի, այդ ապօրինի հարստանալու մասին խոսելուց այդքան աբսուրդիկ է հնչում, չգիտեմ, Հայաստանի ամենամեծ ապօրինի հարստացած մարդն է, էլի, Հայաստանի պատմության մրցակից չունի էլի այդ ոլորտում իր հետ, չնայած մնացած իր թիմակիցները եւ գործընկերները հետ չեն ընկնում, բայց ինքը ոնց որ այդ հարցերում, այդ բյուջեի բանի, փողերի եւ այլն հարցերում, իսկ մի քիչ ամոթ պետք է ունենա, մի բան, որը ինքը իհարկե չունի եւ շարունակում է պնդել, որ ինքը լավագույն առաջնորդն է, որ ինքը ամենալավը կծախի Հայաստանի գույքը պարտքի դիմաց, եթե բան լինի, տենց կարիք առաջանա, որ ինքը ամենալավը կինտեգրվի տարածաշրջանային այդ եվրասիական պրոյեկտներին, որ ինքը ամենալավը կվաճառի երկաթգծերը, որ ինքը ամենալավը, դե բայ, երկաթուղիները, Հարավ-Կովկասյան երկաթուղին, որ մենք հիմա խնդիր ունենք դրա հետ կապված, Քոչարյանը ասված իմ փետրվարի 2008 թվականի փետրվարի վերջին է ստորագրել այդ պայմանագիրը։ Գնալուց մի հատ վերջին շնչով մի վատություն արել, նոր գնացել է, էլի, այսինքն չգիտեմ, էլի այդ պատմությունները, որ Քոչարյանը դուրս են գալ, այն մի քանի օր առաջ բան էի հրապարակել, հոլովակ էի հրապարակել արխիվային նյութերից առողջապահության ոլորտի պոլիկլինիկաների աշխատողները, շտապօգնության աշխատողները, բժիշկները, ոչ մեկը տարիների վեր աշխատավարձ չէին ստանում։ Այսօր երեկ էլի մեկը գրառում էր արել այն մասին, որ ուսուցիչները պատմում են, որ 98-ից 2008 թվերին ստորագրել եւ աշխատավարձ ստորագրել են, որ իբր ստացել են, բայց աշխատավարձ չեն ստացել, իրենք են պատմում այս մասին։ Այսինքն մարդիկ ապրել են, չէ՞, հիմա որ ինքը եկել է ասում, բոլորից վիճակը 6 անգամ լավացել է, 6 չէ, 6000 անգամ ձեր վիճակը լավացել է, պարոն Քոչարյան, բայց դա բոլորի մասին ցավոք չի կարելի ասել Հայաստանի Հանրապետությունում։ Ձեր նույն հիշատակած ոդքասթում Քոչարյանը նաև պնդում էր, որ դե այն որ Հայաստանին երաշխավոր է պետք, այդ արդեն պարզ է, հա, իրենց տրամաբանությամբ, այդ որ ասում եք ծախել բան եւ այլն, հա, պնդում էր նաև որ Ադրբեջանին է պետք երաշխավոր։ Հանկարծ ռևանշիստները գլուխ չբարձրացնեն Հայաստանում։ Այո, որ օրինակ տեսեք, վերադարձի հարց բարձրացնենք, իրենք էլ կբարձրացնեն եւ այլն, մեզ պետք է երաշխավոր, որպեսզի կոնֆլիկտ չլինի, որ Հայաստանում կան, այո, ինչ որ ռևանշիստական ուժեր, երաշխավոր է պետք, որ Ադրբեջանը վստահ լինի, որ իրեր չեն հարձակվելու եւ հակառակը մենք վստահ լինենք, որ Ադրբեջանը մեզ վրա չի հարձակվելու ու նման բաներ, էլի, եթե այլ բառերով ասած, սա նշանակում է պարզ մի բան, վերադառնալ նախկին կարգավիճակին, այսինքն մնալ Ռուսաստանի կուրատոր նշանակել հայեցողությանը զուտ, հա, որ պայն ոնց հարմար լինի իրավիճակը, որպեսզի մոդիֆիկացնի ռուսական կողմը ըստ իր շահերի։ Էսը չէ նշանակում սա բառացի։ Եկեք մտածենք երաշխավորների մասին։ Ես մի քանի օր առաջ էլի անդրադարձել էի Ծառուկյանի այդ երաշխավորված, բոլորը հիմա երաշխավորված, արժանապատիվից անցել են երաշխավորված խաղաղության մոդելի, երաշխավորված խաղաղության այդ թուղթն էի կարդում եւ այնտեղ չգտա թե Ծառուկյանը ում հետ է ուզում խաղաղություն հաստատի, որտեվ Եվրասիական տնտեսության միության երկրների հետ, Ռուսաստանի, թե Իրանի հետ տենց է չհասկացա, որտեվ ուրիշ երկրների անուններ են տեղ թվարկում, շատ կարևոր է հասկանալ, որ ոնց որ մեր հարաբերությունները խաղաղության կոնտեքստում Ադրբեջանի ու Թուրքիայի հետ են, ու իրանք աշխարհի լավագույն հարևանները չեն, բայց մեր ունեցած արևելյան եւ արևմտյան միակ հարևաններն են։ Հիմա ո՞նց անենք, ում փոխտեղ ենք, ում հետ։ Մենք պետք է հասկանալ, ընդունել այդ իրողությունը ու դրա հետ աշխատել։ Իհարկե մենք ուզեինք, որ լինեինք, չգիտեմ, Դանիայի եւ Շվեդիայի արանքում, բայց այդպես չի ստացվել։ Դե հիմա
սենց է ստացվել եւ պետք է մեր հարևանների հետ խաղաղություն հաստատենք, ոչ թե ուրիշների հարևանների հետ։ Սա մի շատ կարևոր ֆունդամենտալ բան է, որ ընդդիմադիրները չեն հասկացել եւ չեն ուզում հասկանալ։ Հետևողականորեն բոլոր ընդդիմադիր նորահայտ ուժերը պնդում են, որ մենք պետք է խաղաղություն, մեր խաղաղությունը պետք է լինի երաշխավորված։ Դա ասում է Արման Թաթոյանը, դա ասում է Քոչարյանը, դա ասում է Գագիկ Ծառուկյանը, դեռ չեմ լսել, որ Տաշիր գրուպը նույն բանը ասի, բայց մոտավորապես երևի նույն բանն կասեն, իրանք շուտով կհրապարակեն, կարելի է այդ մասին քննարկել, երբ որ առաջարկ լինի արտաքին օրակարգի։ Ինչա նշանակում երաշխավորված խաղաղություն, ըստ էության որևէ միջազգային մեխանիզմ, որ կգործի այս տարածքում, չէ՞, որտեղ իրանք ասում են միջազգային մեխանիզմների ներքո։ Կոնե առնվազն Արծվիկ Մինասյանը, բայց կարծեմ ինքն էլ այսօր ասեց։ Բայց Քոչարյանի ելույթի բացումը կամ սկզբի հատվածը հիշում եք ինչ էր ասում էր աշխարհակարգը փլուզվում է երկար ժամանակ գործելու է ջունգլի օրենքներ, այսինքն որևէ երաշխիք չի աշխատելու։ Սա արմատապես հակասում է այդ միջազգային մեխանիզմների իրանց առաջ քաշած դրույթին, այսինքն չի կարող փլուզվող աշխարհակարգում լինի երաշխավորված խաղաղություն։ Կամ պետք է աշխարհակարգը կայուն եւ հասկանալի լինի, որ երաշխավորված խաղաղություն լինի, որտեվ այդ փլուզվող աշխարհակարգում միակ խելամիտ բանը փլատակների տակ չմնալն է, որ պետք է փորձեն պետությունները անել։ Իսկ մնացած դեպքերում պետք է հարևանների հետ հարաբերությունները կարգավորել եւ հնարավորինս շահերի համադրման վրա։ Այս է մեր խնդիրը լինելու էլի առաջիկա տարիների։ Եվ ես վստահ եմ Աննա Գրիգորյան, որը պատմում է, որ իր որդին ծառայելու է բանակում մի քանի տարի անց, առաջիկա հնգամյակում, ինքն էլ է մեզ ընտրելու, որովհետեւ ինքը գիտի, որ խաղաղության երաշխավորներ մենք ենք եւ Աննա Գրիգորյանը ի վերջո մայր է եւ կուզի, որ իր որդին առանց կրակոցների սահմանում լինի, քան թե արժանապատիվ երաշխավորված եւ այլ էպիտետների ներքո նետվի արկածախնդիր պատերազմի մեջ։ Սա այն է, ինչ մեզ առաջարկում են տարբեր էպիտետների ներքո, բայց փաստը մնում է փաստ, որ այո, մենք գործում ենք փլուզվող աշխարհակարգի պայմաններում եւ մենք պետքա ճկուն լինենք, ողջամիտ լինենք, ռացիոնալ լինենք եւ հնարավորինս արագ կողմնորոշվենք այս աշխարհում, ինչն ինձ թվում է, որ վերջին տարիները Հայաստան բարեհաջող կերպով արել է եւ կան այն բազմաթիվ ուրեմն հրապարակումներն են տարբեր միջազգային գործընկերներից եւ լուսանկարները, որոնք մեր մասին պատմում են որպես խաղաղության կղզյակի, խաղաղության օազիսի եւ ես հույս ունեմ, որ դա այդպես էլ կշարունակվի, չնայած այս դրվագում պետք է ամեն դեպքում այդ բանը մի քիչ անդրադառնամ մեր ընդդիմադիրների խոսույթին, ուրեմն աններ չտալով էլի, այդպես մի մերձ սերժական շրջանակ մի քանի օր առաջ նստած քննարկում են, որ Ալիևը Իրանին խնդրել է, սա լուրջ եմ ասում, Հայաստանը չթիրախավորել, որտեվ Նիկոլին պետքա խաղաղություն ցույց տա։ Սա մի հատ абսուրդի գագաթնակետ է, որ ես ի վիճակի չեմ էլի մարսեմ այդ մարդու բանը էլի հաշվարկը ինչ է ուզում էլի, ինչ հաշվարկով է ինքը ուզում մարդկանց դա հրամցնի, այսինքն Ալիևը զանգել է ասել մեզ խփի, բայց ոչ Հայաստանին, շատ կոնստրուկտիվ բան գործելակերպ, օրինակ մեր ռազմավարական դաշնակիցները երբևէ տենց բաներ չեն անում, իսկ խնդրեմ Ալիևը արել է մեզ համար, այսինքն դա ինչ բան է էլի ասելու մարդկանց, որ մարդիկ դրանից ինչ եզրակացություն անեն, գնան ինչով զբաղվեն, էլի դրա արդյունքում ինչ պետք է անեն, լավ է արել, եթե տենց է, այսինքն ասում է ինձ խփի, բայց Հայաստանին ոչ, տրամաբանական չի հասկանում, բայց նստած այդ հաշվարկներով մարդիկ խոսում են քաղաքացիների հետ, մտածել որ քաղաքացիները չեն հասկանում։ Երևի ցավալին է, որ մենք դեռ նստած լես մարդկանց մասին ենք խոսում 2026 թվականին հեղափոխությունից 7 տարի անց ու չգիտեմ 8 տարի անց հեսա ու նման բան է։ Ցավալին սա է, ցավալին այն չէ, Քոչյանը ինչ ասում, Սերժը կամ իր շրջապատը ինչ են ասում։ Մենք շատ լավ գիտենք այդ մարդիկ ովքեր են եւ նրանց ասածն էլ ենք հասկանում, հա։ Մեկի ասածի տակ Հայաստանի մասին ոչ մի բան չկա, մյուսի ասածն էլ դե տենց էլի, երբ ոնց պահը թելադրում է։ Ցավալին հենց այդ է, որ մենք քննարկում ենք դեռ իրենց, բայց այս համատեքստում վերջին հարցը կա նաև քննադատություն եւ ոչ միայն Քոչարյանա, Դաշնակցականա, Սերժա, ասենց շրջապատների կողմից խաղաղությունը, այն խաղաղությունը, որ դուք պնդում եք, որ հաստատված է, ընդհանրապես ավանս է ձեզ Ադրբեջանի կողմից
Արդեն այդ բանի նախորդ Իրանի օրինակով այդ ապացուցվում է, էլի։ Եվ ընտրություններում ձեր վերարտադրության դեպքում մենք կտեսնենք արդեն իրական Ալիևին եւ իրական Երևանին։ Ես այդ նախորդ абսուրդի մասին վերաշարադրելու կարիք չեմ տեսնում, որտեվ ակնհայտ է, չէ, որ իրանք ասում են, որ իբրև թե Ադրբեջանը պատրաստ է ամենամեծ զոհողություններին անգամ իր քաղաքացիների, իր տարածքների, իր անվտանգության հաշվին, որ ապահովի մեր անվտանգությունը, դա ողջամիտ չի, էլի։ Սա փլուզում է, հասկանում եք, այս տարածաշրջանային դժբախտաբար ցավոք սրտի տեղի ունեցած իրադարձությունները փլուզում են այդ ամբողջ կոնցեպտը, բայց ես դրան չեմ ուզում անդրադառնալ։ Ես ուզում եմ անդրադառնալ նախորդ նախընտրական շրջան, եթե ճիշտ է, որ խաղաղությունը աջակցություն է խաղաղության օրակարգ առաջ մղող ուժերին կամ մեզ անձնապես այս դեպքում, ապա միգուցե այն սադրանքը, որ նախորդ նախընտրական շրջան մայիսին տեղ ունեցավ, աջակցություն էր ընդդիմադիր ուժերին, չէ՞ որ դրանից ամենաշատը քաղաքացիական պայմանագրի վարկանիշն է դուրել։ Եթե այս տրամաբանությամբ գնանք, որ ցանկացած գործողություն բերենք Ալիևի եւ մեր ներքաղաքական կոնտեքստում տեղավորենք, մենք կարծես նրան հրավիրենք մասնակցելու մեր քաղաքական ներքաղաքական իրողություններին եւ սա նաեւ օրինակ այդ սահմանադրության խոսակցության ժամանակ շատ ակնհայտի հայտ է գալիս, երբ որ նաև հարևան երկրի ղեկավարը գիտի, որ իր խոսիքը սպասված է Հայաստանում։ Ինքը ինչ ասի, ստեղ դառնալու է բան ներքաղաքական ընդհանուր իրավիճակի վրա ազդող բան եւ սա ոնց որ կարելի է հանգիստ օգտագործել ցանկացած բայ։ Դա մեր իմունիտետը պետքա լինի չխառնել, որովհետեւ ավելի տրամաբանական կլինի ասել, որ այն ժամանակ իրավիճակը այնպեսին էր, որ կոնֆլիկտային էր, հիմա իրավիճակը այնպեսին է, որ խաղաղ է։ Եվ հետեւաբար դա չի կապվում որևէ քաղաքական ուժի աջակցության հետ, որովհետեւ հակառակ դեպքում կարող է պարզվի, որ 21 թվականին Ալիևը լրջորեն աջակցում էր Քոչարյանին իշխանության գալ եւ նրանք միասին ձախողեցին։ Ես հակված չեմ այդպես մտածել։ Այն որ Ադրբեջանը կամ Ալիևը մեր օրակարգերի մեջ շատ հաճախ կա, այսպես ասած, ցավալիորեն, հա, դա նաև տեղի է ունենում հենց այդպիսի տարբեր շրջանակների օրակարգերը սպասարկող մեդիաների կողմից, ինչը բնականաբար անընդունելի է, անկախ նրանից, թե Հայաստանում ով է իշխանության, ով իշխանության չէ եւ ով ինչ է ուզում։ Ինչևէ լավ։ Մի եւս կարևոր հարց, որ ինձ տարբեր, այսպես ասեմ, տեսանկյուններից է հետաքրքրում այդ հարցը, ու կուզեի նաև ձեր հենց ձեր կարծիքը այդ մասին լսել, քանի որ դուք շատ ջատագովում եք գիտությունը, ակադեմիական հանրությունը, դուք դրա ներկայացուցիչն եք, Ցեղասպանության հանգարան ինստիտուտի տնօրենի հետ տեղի ունեցածը, տեսեք, երբ որ դուք ասում եք, ես փորձում եմ մի քանի տեսանկյունից մտածել, հիմա փոքր-ինչ կարող է երկար ստացվի։ Երբ որ Երկար թող ստացվի, ոչինչ, ինձ հետաքրքիր է։ նախ ես դեզայնց եմ ուզելու լսեմ հասկանալու, թե այստեղ կարող է ակադեմիական ազատության հետ խնդիրներ լինել, այստեղ կարող է խնդիր լինել, որ կառավարությունը այսպես շատ բաց տեքստով ասում է, որ մասնագիտական ինստիտուտների կարծիքը իրենց ընդհանրապես չի հետաքրքրում։ Այսինքն այս հարցերին կպատասխանեք, բայց երբ ասում եք խաղաղությունը հաստատված է, եւ Հայաստանը մտել է այս խաղաղության անշրջելի process-ի մեջ, բայց մյուս կողմից այդ խաղաղության չեմ կարողանում անցալեմ, էլի հաստատուն լինելը ինչի հետ է կապակցված, երբ օրինակ եթե ես որպես ակադեմիական հանրության ներկայացուցիչ ենթադրենք ինչ-որ գիտնական եմ, այս բանը գլխավորում եմ Ցեղասպանության հանգարան ինստիտուտը եւ նվիրում եմ բարձրաստիճան հյուրին, ըստ տարբեր տեղեկությունների, որ դա եղել է նաև շատ այլ հյուրերի դեպքում բարձրաստիճան, մեր պատմության վերաբերյալ ժողովածու օրինակ, հա, այն էլ ամերիկյան ժողովածու։ Ինչ է այս ամեն ինչից դուրս գալիս, որ ամերիկյան այդ հրապարակումը սադրանք է, Հայաստանը պրետենզիա ներկայացրել է ինչ-որ ձևով այդ հրապարակած ինստիտուտին այդ ժողովածուի, որ ինքը սադրանք է իրականացնում, ոչնչացնի ամբողջ օրինակ հրատարակումը այդ սա մեկ։ Երկրորդը, եթե հաստատված է, նույնիսկ եմ էլի կրկնում, արտգործնախարարը չի տարել այդ գիրքը նվիրել, որ մենք այդտեղ քաղաքական բան տեսնենք,
ինչ որ messaging կամ չգիտեմ եսի ինչ։ Գիտնականը նվիրել է այդ մարդուն։ Էլ ո՞նց է խաղաղությունը հաստատված, եթե գիտական, պատմական ժողովածուն, աշխատությունը կարող է սադրել եւ երկրի պետական արտաքին քաղաքականության վրա ինչ որ հետք կամ թողնել։ Հիմա մի օրինակ, չգիտեմ, Գիտությունների ազգային ակադեմիայի մի ինչ որ կշիռ ունեցող գիտնական գնա դրսում մի կոնֆերանսի մասնակցի, այնտեղ մարդկանց մի այդպիսի ժողովածու նվիրի, ինչա այդ մարդուն խաչելու ենք, գա, որովհետև ազդում է Հայաստանի արտաքին քաղաքականության վրա, եւ երկրորդ հարցը, բա այդ խաղաղության հաստատուն լինելը ո՞րն է, որ մենք չենք կարողանում այս հարցերին պատմական, այո, հարցեր, որոնք մեզ հետ իսկապես տեղի են ունեցել, որ որևէ մեկը չի կարող հերքել, բաց աչքերով ուղղակի նայել։ Ոչ թե ասել, օ, դրա մասին հիշատակումը փոխում է երկրի պետական քաղաքականությունը կամ ազդում է կամ սադրում է կամ չգիտեմ։ Ես չգիտեմ մենք ինչքան ժամանակ ունենք խոսելու այս մասին, բայց ես ուզում եմ ձեր հարցերը, եթե կարճ է, կարամ երկու նախադասությամբ պատասխան, բայց կուզեի ձեր հարցը մի քանի բաղադրիչի բաժանել եւ առանձին անդրադառնալ, եթե հնարավորություն ունենք այս մասին խոսել, էլ ժամանակային առումով։ Երևի փորձեմ այս տարբերակով։ Ինչ վերաբերում է այցի պաշտոնական կամ գիտական լինելուն, մենք գիտենք, որ այց պաշտոնական է, պաշտոնական արարողակարգի մաս է եղել ցեղասպանության թանգարան այցելելը եւ ընդհանրապես ցեղասպանության հուշարձանը մեր պաշտոնական արարողակարգի մաս է։ Շատ վնասարար է, որ տարբեր օրակարգեր խառնվել են իրար այս իմաստով, այսինքն ցեղասպանության հարցը այս պետություն ունեցող Օսմանյան կայսրության տարածքում ապրող էթնիկ հայերի ցեղասպանության հարցը պետություն ունեցող Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև պատերազմին անզեն մարդկանց սպանությունը զինված հակամարտության հետ քննարկելու այս կոնտեքստը պետքա կարողանանք իրար տարանջատել, որովհետեւ դրանք երկու տարբեր խնդիրներ են, հա, ցեղասպանության հուշահամալիրում պետքա դադարեցնենք մեր պատերազմի մասին պատմել, որովհետեւ ցեղասպանություն պատերազմ չի, ժողովուրդ ջան, ոնց որ պետքա էլի երևի ինչ որ տեղ ինչ որ առիթով բացատրել նաեւ հենց ակադեմիականության իմաստով, որ չխառնենք այդ երկու բաները։ Եվ այսպեսի արարողական երբևէ Հայաստան այցելած ամենաբարձրաստիճան պաշտոնյաներից մեկն է, եթե ոչ ամենաբարձրաստիճանը, այսպեսի արարողակարգերի, այսպեսի այցերի ժամանակ ցանկացած արարողակարգային դետալ ուղերձ է, քաղաքական ուղերձ։ Այդ թվում եւ ցեղասպանության հուշահամալիր այցելելը ուղերձ է, որ մեզ համար դա կարեւոր է։ Եվ այդ ժամանակ իրան տրված գիրքը, նվեր տրված գիրքը նույնպես ուղերձ է։ Այսինքն այստեղ գործ ունենք ոչ թե գիտնականի հետ, որ գիտական աշխատանք ան, այլ պաշտոնյայի, որը պետություն է ներկայացնում։ Հիմա եթե ես դες մի օրինակի վրա բերեմ, կարող է դուք լավ պատկերացնեք։ Դուք գիտեք, չէ՞, Արարատ Միրզոյանը մինչև падգամավոր ընտրվել է որտեղ աշխատել։ Ցեղասպանության թանգարան ինստիտուտում է աշխատել։ Արարատ Միրզոյանը հիմիկվա արտաքին գործերի նախարարը այդ ակադեմիական ինֆորմացիայի կրողն է։ Մի հատ պատկերացրեք, լուրջ եմ ասում, ասենք Հիկմետ Հաջիևի հետ բանակցության ժամանակ Արթնանա Արարատ Միրզոյանի միջգիտնական վերկենա ասի Ստալինա բռնակցել Արցախին, Ադրբեջանին հետ տվեք եւ այլն, էլի ինչ որ գիտական տեսանկյունի ճշմարտություններ։ Սա դրանք չի լինի։ Բայց Գզոյանը Թեք ասեք, որ իր դեպքում արտգործնախարարի ինքնությունը պետք է ավելի բարձր լինի, քան գիտնականի ինքնությունը։ Ես ձեզ հետ կհամաձայնեմ, երբ որ դու պետություն ես ներկայացնում, քո ոչ ոք չի ստիպում մարդուն լինել պաշտոնյա։ Եթե մարդը գիտական գործունեությամբ զբաղվելու բուռն ցանկություն ունի, որին իր պաշտոնը խանգարում է, մարդը պետք է թողնի պաշտոնը, գնա գիտական գործունեությամբ զբաղվի։ Ոչ ոք չի ստիպել, ոչ Միրզոյանի լինել արտգործնախարար, ոչ Գզոյանի լինել տնօրեն ցեղասպանության թանգարան ինստիտուտի, ոչ ինձ լինել падգամավոր։ Մենք ցանկացած բայ ազատ ենք թողնել գնալ եւ զբաղվել մեր ակադեմիական աշխատանքով։ Եվ այստեղ այն հարցը, որ դուք շոշափում եք, կարա ամեն ինչի հետ կապ ունենա, բացի ակադեմիական ազատությունից, հասկանում եք, որտեղ իր ակադեմիական աշխատանքը չի, որ խնդրահարույց է դիտարկվել, այլ հիերարխիայի մեջ իր թույլ տվեք ասել սեպարատ գործունեությունը, հա, որտեղ եթե օրինակ կաթողիկոսը կարա գնա Բելարուս այն ժամանակ, երբ որ վարչապետը ասում է որևէ պետական ծառայող, պետական պաշտոնյա, պետական այցի շրջանակներում ոչ զբոսաշրջային չի գնալու Բելարուս, բայց մի ուրիշ ինստիտուտի ղեկավար դա անում է, մենք տեսնում ենք, որ սա ոնց որ պատասխան է մարտահրավերը վարչապետի ասածին, ասում է ես մարտահրավեր եմ նետում, ես անկախ ինստիտուտի ղեկավար եմ գնացի։
Բայց երբ որ դա անի օրինակ պետական ինստիտուտի որևէ ղեկավար, որևէ պոակի ղեկավար հասկանում եք, որևէ չգիտեմ, վարչության ղեկավար վեր կենա, ասի ես հիմա ներկայացնում եմ պետություն եւ գնա այնտեղ։ Սա կլինի խնդիր եւ այդ խնդիրը կլուծվի նույն ձև։ Այստեղ ամենևին հարցը կոնկրետ ոչ Լեռնային Ղարաբաղի հակամարտության, ոչ ցեղասպանության թանգարանի, ոչ ակադեմիական ազատության մասին, այլ այդ արտաքին կոշտ արտաքին քաղաքականությունն արում Հայաստանը։ Ինքը ասում է ես միանշանակ եմ լինելու, որովհետև կան երկրներ, ովքեր ոչ միանշանակ արտաքին քաղաքականություն են վարում։ Հա, օրինակ իրանք ասում են ես կլինեմ բանի մակարդակում երկրի առաջի դեմքի մակարդակում մի բան կասեմ, այս արտգործնախարարի մակարդակում մի բան, հասարակական կազմակերպությունների դեպքում մի բան, ընդ որում հասարակական կազմակերպությունները գոնե ազատ են, այսինքն իրանք ոնց որ շատ տարբեր են, էլի, այս հարցում իրանք դիրքորոշումների, ինչքան ես լսում եմ, շատ տարբեր են, բայց ասենք այս ինստիտուտը սես կասի, այն մյուս ինստիտուտը սես կասի, չի կա, մենք որոշել ենք, որ չէ, մենք բազմանշանակ մեսիջներ չենք ուղարկելու։ Այ հարց, ոնց որ եթե ձեր հարցը լիներ այն մասին, արդյոք ճիշտ որոշումը Հայաստանի համար դադարեցնել Արցախյան շարժումը եւ լավ արտաքին քաղաքականության արդյոք լավ որոշում է թե չէ, սա ուրիշ քննարկելու հարց է, այլ քաղաքական ուժեր այլ բաներ կառաջարկեն, բայց որ այդ որոշումը կայացվել է, պետք է ինստիտուտները այդ ուղղությամբ գնան եւ այստեղ ակադեմիական ազատության հարց չկա, ակադեմիական ազատությունը ակադեմիական աշխատանքի մասին է, ակադեմիական ազատությունը վարչական աշխատանքի մասին չի, իսկ այստեղ ինքը վարչական պաշտոնյա է։ Ես չգիտեմ կարողանում եմ լավ բացատրել այս երկու բաների տարբերությունը թե չէ, երբ որ ասում ենք գիտաժողով լինի, մի ակադեմիայի մի գիտնական մի գիրք նվիրի մեկ այլ գիտնականի, սա պարզ է որ լրիվ ուրիշ հարց է։ Սա պարզ է որ լրիվ ուրիշ խոսակցության եւ ուրիշ հարաբերությունների մասին է։ Այստեղ պետությունը իր արարողակարգի ընթացքում սիմվոլ է նվիրում մեկ այլ պետության, ասում է ուշադրություն դարձրու կամ ուշադրություն է հրավիրում, ուշադրություն դարձրու իմ այս թեմայի վրա։ Ցեղասպանության թանգարան գնացել, ուրեմն կարևոր է այդ պետության համար ցեղասպանության թեման։ Բայց այնտեղ նվիրել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը առնչվող գիրք, դա նշանակում է ոնց որ այն քո ստորագրած, այն որ եկել են քո մոտ ստորագրել են, դա ոչ միանշանակ հարց է դեռևս մեզ համար։ Այսինքն դուք որևէ խնդիր, որևէ պրետենզիա, այսինքն վարչապետի արարողակարգային կազմակերպիչները չունեք, պրոբլեմը այո գզոյանն է, որը սադրել է։ Ես կարծում եմ որ Տիկին Գզոյանը այնուամենայնիվ դա միտումնավոր չի արել եւ դա երևում է իր վարքից։ Ես երբ որ վարչապետը ասում է ես եմ խնդրել որ դիմում գրի, սա պարզապես որ պայմանավորվել են երկու մարդ իրար հետ եւ այդ որոշմանը հանգել է եւ Տիկին Գզոյանը շարունակում է աշխատել փոխտնօրեն գիտական գծով, այսինքն ինքը դադարեցնում է իր պաշտոնական ներկայացուցչությունը, բայց գիտական մասը համակարգելը շարունակում է, այսինքն ինքը հասկանում է որ այդտեղ պրոբլեմ այնուամենայնիվ կա։ Նույն տիպի այլ հարաբերություններում կարա լինի, հա, իրավահարաբերություններում աշխատանքային, երբ որ նման հարցեր ծագեն, չնայած օրինակ, չգիտեմ, պայմանագրով գրած է 5 տարի, բայց երկուսով հասկանում եմ, որ այդտեղ խնդիր կա, պետքա փոխել աշխատանքը։ Ես Տիկին Գզոյանի վարքից հասկանում եմ, որ ինքը համաձայն է այս մոտեցման հետ, չնայած անձամբ չեմ խոսել իր հետ եւ լավ կլինի ընդհանրապես մեր մեկնաբանելի փոխարեն ինքը մեկնաբանի։ Երբ որ դուք խոսում եք արարողակարգի մասին, արարողակարգը չգիտեմ ինչ հաղորդակցություն ա եղել ցեղասպանության թանգարանի հետ, երբ որ եկել է, պետքա բարձել երևի, հարցում արեք, իմացեք։ Բայց արարողակարգը կարող է ասել, թե ինչ կարելի է անել, ինչ կարելի է տալ։ Այսինքն գալու է այստեղ, ցույց տվեք հուշարձան, տվեք ես ինչ բանը, չգիտեմ նվեր կամ եթե չի գրել ոչ մի բան, նշանակում է ոչինչ չի կարելի տալ, որտեվ չի կարող արարողակարգը գրել, մի տվեք գիրք բանի մասին, Արցախի հակամարտության մասին, մի տվեք, չգիտեմ, հնդիկների, ամերիկացի բնիկների, հնդկացիների բանի մասին, կյանքի մասին, մի տվեք գիրք, ինչ բաներ կան, էլի խառը բաներ, գրքերի ամբողջական ցուցակ։ Մի տվեք շոկոլադ, մի տվեք երշիկ, մի տվեք խորոված, Ժորժ ջան։ Ոչ թե ինչ չտալ, այլ ինչ տալ։ Այ այս դեպքում ես կարծում եմ, իսկապես չգիտեմ ինչ է եղել, կամ արարողակարգը պետք է ասի ինչ տալ, կամ եթե ոչինչ չի ասել, պետք չի լինել նախաձեռնողական, հասկանում եք ինչ նկատի ունեմ, որովհետև այդ մակարդակի հյուրընկալության ժամանակ դա ոչ միանշանական, որում այդ մասին կարծում հենց գրառում էլ արել էր Ցեղասպանության թանգարան ինստիտուտը քիչ է տվել է, դա դեռ հրապարակայնացրել է, եւ սա բարձր չէ որ հաղորդագրություն է։ Այդ թվում եւ այս օրակարգի դեմ շահագրգիռ
մարդկանց հրավիրելու այդ խոսակցության միանալու։ Ես ամեն դեպքում կարծում եմ, որ այդտեղ խնդիր կա, եւ այստեղ գերական պետքա լինի արտաքին քաղաքականությունն ու պետական շահը։ Եթե խոսենք աշխատանքային իրավունքներից, գուցե այստեղ ուրիշ հարցեր ծագեն, որովհետեւ ամեն դեպքում բարձր չէ մարդը իր ձեռքով դիմում գրեք գնացել է, չնայած բոլորիս հայտնի է, թե ինչ պայմաններում է տեղի ունեցել, ամենայն հավանականությամբ ընդունել է այդ խնդիրը եւ շատերիս հետ կարա պատահի։ Երևի թե ամենատհաճ բանը այս պատմության մեջ որ տեղի է ունեցել, Տիկին Գզոյանի թիրախավորումն է հանրայնորեն, այդ թվում չէ եւ մասնավորապես ընդդիմադիրների կողմից, որովհետեւ իրան կարծես թե նույնիսկ կոպիտ եւ երբեմն գռեհիկ բառերով, ինչքան որ ես եմ կարդացել, ստիպում են որ հայտարարություն կամ հրապարակային խոսք ասի տեղի ունեցածի կոնտեքստում իր վերադասների լիազոր մարմնի ներկայացուցիչի վարչապետի եւ ընդհանրապես իրավիճակի մասին բան դեմ խոսք ասի եւ ես կարծում եմ որ այս դեպքում պետք է փորձել չնայած ակնհայտ է չէ որ իրադարձությունները ավելի վաղուց են տեղ ունեցել ինձ թվում է ինչքան հնարավոր է եղել փորձել ենք պետք է փորձել ջանալ այս հնարավորինս մարդուն քիչ անձնական այնպես իրավիճակ ստեղծել, որ քիչ անձնապես թիրախավորվեր, բայց այնուամենայնիվ իմ տպավորությամբ գոնե թե պետական մարմինների միջև աշխատանքը շատ որակյալ է այս պահին ընթանում եւ այդ հրապարակային դրսի թիրախավորումներն են, որ շատ կոպիտ են տեղի ունենում։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցս ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Թագուհի Ղազարյանն էր, բաժանորդագրվեք ալիքին, օրվա զարգացումներին հետևեք Telegram-յան ալիքում, որը եղում է այս տեսանյութի մեկնաբանության բաժնում է։